Եփեսացիներով 6-րդ գլուխ 13-րդ համարը խոսում է պատերազմի մասին, սիրելիներ, եւ ասում է, որ մեր պատերազմը արյունի ու մարմինի հետ չէ, հաբա իշխանություններու ու պետություններու հետ եւ այս խավար աշխարհին իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ։ Մեր պատերազմը մարմինի եւ արյունի դեմ չէ։ Մենք շատ ադեմ պատերազմ ենք մղում դիմացի մարդուն հետ, դիմացի հավատագետից հետ, քրոջս հետ, եղբորս հետ, ամուսինիս հետ, հարևանիս հետ։ Ասում է, որ քու պատերազմդ քու քեզի դեսանելի շոշափելին հետ չէ։ Դա ինքը չի գիտեր։ Դա դիք խապված է դիմացինը։ Եթե քեզ հալածում է, քեզ վնասում է, քեզ հայում է, քեզ ինչ է անում, ինքը չի ճոգում ինչ է կատարվում։ Որովհետև գսե պատերազմը խավարի մեջի եղող չար ոգիներուն հետ են մեր պատերազմը։ Եվ այդ պատերազմը սիրելիներ տեսնում ենք, որ զրահի մասին է խոսում, գսե աղոթքով ու խնդրվածքով ամեն աղեն աղոթ գրեք, հոգիով այս բանին վրա հսկեցեք կատարյալ հարադեվությամբ ու աղանչանքով ում համար բոլոր սուրբերուն համար։ Տեսնում եք, բոլոր սուրբերուն համար սիրելիներ մեզանից ինչ է սպասվում։ Մի քիչ ավելի անտին երթանք եւ տեսնենք մեզ համար ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Մատթեոս 21-րդ գլուխ 10-րդ համար ասում է Հիսուսի խոսքերն են, գսե գրված է թե իմ դունս աղոթքի տուն պիտի կոչվի։ Հիսուս երբ որ մտավ տաճարը մեջ են հանեց այդ վաճառականներուն, ասեց որ իմ դունս աղոթքի տուն պիտի կոչվի։ Ուր է այդ տունը սիրելիներ։ Հիսուսի տունը ուր է։ Ով գար ասել։ Մենք ենք, ամեն։ Մենք ենք Առաջին Կորինթացիներու 3-րդ գլուխ 16-րդ համար գսե չեք գիտեր թե Աստծո տաճար եք, դուք եւ Աստծո ոգին ձեր մեջ կփնակի։ Հիսուս ասում է, որ իմ դունս աղոթքի տուն պիտի կոչվի։ Յետևեն ուրիշ շարունակություններ չի տվավ, որտեվ եթե աղոթքի տուն կոչվի իմ դունս կլինի սիրո տուն, իմ դունս կլինի խաղաղության տուն, իմ դունս կլինի ամեն տեսակի բարի բաներու տուն։ Երբ որ աղոթքի տուն լինի տունը Քրիստոսի, մնացյալ բաները բոլոր գաճինք, սիրո մեջ արգածինք, խաղաղության մեջ արգածինք, սրբության մեջ արգածինք, Տիրոջ նմանության մեջ արգածինք։ Դրա համար Հիսուս չասեց ուրիշ բան, կարար ասել, որ իմ դունը սիրո տուն պիտի կոչվի, խաղաղության տուն պիտի կոչվի, ճիշտ կլիներ անպայման, բայց ասում է, որ իմ դունս աղոթքի տուն պիտի կոչվի։ Մտածելիք տեղ ունենք սիրելիներ, Եսուս ունենք այդ տունը, մենք աղոթքի տուն պետք է կոչվենք։ Պետք է ամեն ադեն աղոթ գնել ու չցանցրանալ։ Ամեն ադեն աղոթ գնել ու չցանցրանալ։ Դա մի րոպեի չի լինելու։ Դու պիտի վարժվես, պիտի մարզվես դրա։ Դու Տիրոջ ներկայությունը պիտի ճաշակես։ Հենց որ Տիրոջ հետ կապդ հաստատվի, դու աղոթքի գաս, որ Տիրոջ ներկայությունը ճաշակում ես, դու չես ուզում դեղից դուրս գալ, դու չես ուզում Տիրոջ մեջ բաժանվել, դու կմոռանաս ժամերը, դու ինքդ կմոռանաս։ Ինչքան եղբայրներ սուրբեր աղոթքի են նստել երեկվան ժամը 9-ին, հետո աղոթքից դուրս են եկել տեսել են, որ լույսը ծագել է, ոչ կլինի։ Ինչպես է եղել այդ բանը սիրելիներ։ Ինքը զարմացել է, կարծել է, որ 2 ժամ է աղոթում է, բայց ելերը տեսել է, որ արեքագը դուրս է եկել։ Ինչ է կատարվել այդ դրա մեջը, Տիրոջ գիրոջ հետ ինքը մեկացել է աղոթքով սիրելիներ։ Դրա համար պետք է վարժեցնես քո անձդ։ Քո անձդ սիրելիս աղոթքի պիտի վարժեցնես։ Աստված իր անդրյալներուն իրավունք պիտի չնե, որոնք ինչ կնեն, ցորեք ու գիշեր իրեն գաղաղակեն, որոնք ցորեք ու գիշեր իրեն գաղաղակեն, թեև երկայնամայ դլա, բայց հետևե մի հատ խիստ խոսք կա բոլորիս համար, ուշադրությամբ լսենք, ասում է, բայց որդի մարդո երբ գա, արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա, ուրեմն մարդու հավատքը պիտի պակասի։ Սիրելիներ, ուզում եմ մի կետ ասել։ Ամենաշատ հավատքը ինչը կպահանջի, ամեն ինչից վեր աղոթքը։ Աղոթքը ամենաշատ հավատ կպահանջի, որովհետև երբ որ դու աղոթքով ձունգի գալիս ես աղոթելու, դու աչքերովդ ոչ մի բան չես տեսնում։ Դերը թիմացդ չէ։ Հիմա նայեք, եթե դերը քո թիմացդ նստած լինի, քո աչքերովդ Տիրոջ տեսնես, քո աչքերովդ թիմացդ դերը կայնա, ձունգել ես աղոթելու եւ դերը քո աչքերոդ արչև թիմացդ կայնել է, այդ ձունգ եկած դեղից դուրս կուքաս, դեղեր ինչքան ադեմ որ թիմացդ կայնել է,
Դու դեղիցդ կշարժես, չէ՞ թե հետը երկխոսության մեջ կմտնաս։ Համաձայն եք։ Չէ՞ թե կթողես կգնաս, գսես դերեմ, ուշացած եմ, երթամ, լողանամ, ընեմ։ Այդպես բան գսես տիրոջ, չես կարա։ Դու գուզես խոսիլ իր հետը, որտեվ աչքերդ տեսնում է։ Իսկ աչքերդ որ չի տեսնում, շուտով ցանցրանում ես։ Ինչը դե բագաս, հավատքդ, որ դերը ներկա է աղոթքի տադենը։ Եթե դու հաստատ գիտես, որ դերը ներկա է աղոթքի տադենը քո դիմացդ եղածին պես, դու չես դժվարանար աղոթելու։ Դրա համար աղոթքը ամենամեծ արտահայտությունն է հավատքի։ Ով է ամենաիմաստուն մարդը, ով ուզում է իմաստուն լինել։ Բոլորս, մենք ուզում ենք իմաստուն լինել։ Հակոբոս առաջին գլուխ 5-րդ համար։ Իսկ եթե ցեզ մեկը իմաստություն է բացած է, թող խնդրե Աստծո, որ ամենուն արադաբես կուտա։ Ինչով ենք խնդրում աղոթքով, չէ՞։ Եթե իմաստությունը տրվում է աղոթքի միջոցով, ուրեմն ամենաիմաստուն մարդը ով է։ Հետևաբար աղոթող մարդն է։ Հետևաբար աղոթքը իմաստության դպրոցն է, սիրելիներ։ Քրիստոսի մարտեղությունը նայենք մի հատ։ Քրիստոսի մարտեղության ժամանակ մենք գիտենք, որ Հիսուս անդադար ինքը հաղորդության մեջ էր հորը հետ։ Եվ իր հաղորդությունը հորը հետ ինչ ուներ իբր հիմք աղոթքը։ Սուրբ Գիրքի բոլոր անձնավորություններում մեջ ոչ մեկը չի գա Քրիստոսի պես աղոթեց։ Քրիստոսի չափ աղոթեց եւ Քրիստոսի պես աղոթեց։ Ոչ մեկը չի գա, ավետարանները գարտացեք, նայեցեք Հիսուս ինչ էր։ Արավորնյան իրենք զարթնում էին, Հիսուսը չի գար, անավատ տեղը աղոթում էր։ Հիսուսը ամենադեն չի գար մեջտեղ, Հիսուսը աղոթքի մեջ էր։ Շատ շուտ Հիսուս ելնում էր, իրենք քնած էին, աղոթքի մեջ էր։ Քիշերը աղոթքի մեջ էր։ Եթե Աստծո որդին այդքան աղոթքի մեջ էր, հապա ինչ մնաց մենք ուտում։ Դրա համար ինքը ասեց, որ անդադար աղոթ կարեք սիրելիներ։ Եբրայեցիներու 5-րդ գլուխ 7-րդ համարի մեջ կներկայացնե մարդ Հիսուսի կյանքը։ Հիսուս, որ իր մարմնին օրերը սաստիկ կոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց։ Անոր, որ կարող էր զինք մահվնե ազատել, ու լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Անոր, որ իրեն մահվնե գրնար ազատել։ Տեսնում եք ինքը փորձությունները ինչպես պաշտպանվեցավ։ Սատանան ինչ եք մտածում։ Սատանան եւ բոլոր դևերը Հիսուսի վրա կենտրոնացած էին կամ ոչ։ Ճիշտ արիթն էր, Հիսուս մարտեղացած էր, մարմինի մեջ էր։ Ինձ եւ քեզ նման մարմինի մեջ էր։ Սատանան եւ բոլոր թևերը վստահ, որ Հիսուսի վրա կենտրոնացած էին, անդադար Հիսուսի փորձում էին, որ մի անգամ սխալվեր եւ Հիսուս մահվան գնար։ Մարմինի օրերը ինքը ոչ մի անլրջությամբ չի վերցուց, սատանային հարձակումներ անլրջությամբ չի վերցուց, այդ խավարի իշխանություններ ու հարձակումները երբեք անլրջությամբ չի վերապերացավ, ասելով, որ ես Աստծո որդի եմ, ես զորություն ունեմ։ Գսե որ սաստիկ կոչումով, արցունքով աղոթ եւ աղաչանք մատուցանեց, հապա մենք սիրելիներ, Հիսուսից մենք օրինակ պետք է վերցնենք, աշակերտները զարմացած էին Քրիստոսի աղոթքի կյանքով։ Եվ աշակերտները չի ասում ոչ միտեղ, որ Հիսուսի մոտեցան եւ ասեցին, որ Հիսուս մեզի քարոզել սովորեցուր, Հիսուս մեզի հրաշներ կործել սովորեցուր։ Ոչ մեկ այդպեսակ բան չի արծուց իրեն։ Բայց ասին, որ Ղուկաս 11-րդ գլուխ առաջին համարի մեջ, ասե որ երբ աղոթքեն թաթարեցավ դերը, իր աշակերտները մեկը ասավ իրեն, դեր մեզի աղոթք ընել սովորեցուր։ Սիրելիներ, աղոթքով մարդու հոգին կշոշափե Աստված, Աստված շոշափելի է, մարդու հոգուն։ Աղոթքը մեզի աչքեր կուտա, որպեսզի տեսնենք Աստված։ Ան որ աղոթել չի գիտեր, չի ճանաչում Աստծո։ Աստծո մասին գիտե, բայց լավ նայեք, Աստծո մասին իմանալը մի բան, Աստծո իմանալը ուրիշ բան։ Ինչքան մարդիկ Աստծո խոսքը անգիր գիտեն, ասեցինք մենք։ Աստծո մասին ինքը լրիվ գադարյալ գիտե։ Քո երգիդությունդ կրնա շատ բարձր լինի։ Դու անգիր գիտնաս, շատ լավ քարոզիչ լինես, բայց Աստծո հետ եթե չունես փոխ հարաբերություն, հաղորդություն, դու Աստծո չես ճանաչեր։ Աղոթքով մեր օրը կսրբվի եւ սատանան կհաղթվի։ Սատանան ինքը, դուք գիտեք նոկաուտը ինչ է, երբ որ բոքս են խաղում, մեկը մյուսին խփում է նոկաուտ է ինում, չէ՞, բոլորդ գիտեք ինչ է նոկաուտը։ Ուզում ես սատանային նոկաուտ անել, ձունգ եք աղոթքի։ Ինչ աղոթք բայց։
ինչ աղոթք, սաստիկ կոչումով, արցունքով, աղաչանքով, աղոթքը, չերմերանտ աղոթքը սատանային նաքաուտ է անում, սիրելիներ։ Աստված ամեն տեսակի աղոթք չի լսում։ Այդպես բարդականություն, իբր բարդականություն գաս, 3 հատ հայրմեր ասես կնաս, այդ աղոթքը չի լսվում։ Բայց չերմերանտ, սաստիկ կոչումով, արցունքով, աղաչանքով, պահանջ է, պետք է մղված այդ աղոթքը անգարելի է, որ Աստված չի լսե, համապատասխան, անգարելի է։ Ամեն քիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված աղոթք լսող Աստված է, սիրելիներ։